Հուսո առագաստ 2026-ն աստիճանաբար մոտենում է վերջին գանգարին, ասել է թե Սևանյան փուլին։ Հունիսի 20-ին Հովհաննես Թումանյանի անվան ազգային տիկնիկային թատրոնում կայացավ այս տարվա ընտրական համերգը։ Արդեն 12-րդ տարին արձանագրում ենք, որ հեղինակային երգի միջազգային փառատոնը սկիզբ է առնում, նավարկում է, հետո սկսում ամփոփել տարին։ Հայտերի աննախադեպ քանակ, 70 հեղինակ եւ կատարող, որոնցից 30-ը արդեն բեմում վիճարկեցին լավագույն տասնյակում հայտնվելու հնարավորությունը։ Այս աշխարհում չկա ոչ մի բան, ոչ սեր, ոչ բարիք, ոչ արդար դատաստան, չկա ծիծաղ, այն ցնդում է նույնպես, անհետանում է մոմի լույսի պես։ Արիելի լրենք, ինչ իմաստ ամփույրից, ինչ ունեինք կիսեցինք, դա անմեղ սերներ, արիելի լրենք։ Ժամանակն անվեր, անցնում է գնում, անհոգ օրերս իր հետ տանում է իր հետ, միշտ լավն ու բարին, թողնելով հուշեր իմ սրտին։ Թեև ժյուրին աչքի ընկավ խստապահանջությամբ, բայց այս տարվա արդյունքները եւս գերազանցեցին նախորդներին։ Սևան կմեկնի 18 մասնակից։ Ուրիշ ստեղծագործություն ունես, թե միայն սա ունես գրած։ Շատ մի կարևոր բան, շեշտադրումների ահավոր սխալ կատարում։ Շատ հետաքրքիր է, որ դու դեռ տակավին 18 տարեկան ես եւ դեռ չես ծառայել, բայց քո մտքի թռիչքը այնքան հեռու է եւ զգացմունքդ այնքան ազնիվ։ Դե ինչ, հանդիպում ենք հուլիսի 17-ից 19-ը Սևանի ափին։ Քիլիկյո անմար երկով մեր պապերի կարոտ բերբերով հուսո ջերմակ առագաստով ասիր բացով։ Մենք վերադարձանք։ Հունիսի 20-ին կայացած ընտրական համերգից հետո հայտնի են Հուսո առագաստ 2026-ի նոր մասնակիցները։ Լավագույն տասնյակն, ինչպես տեսանք տեսանյութում, այս տարի ունի 18 նոր անուն, 13 հեղինակ կատարող եւ 5 կատարող, ովքեր արդեն հայտնի են ու սիրված երգահանների, արտասահմանյան հյուրերի եւ անցած 11 տարիների լավագույն տասնյակների ներկայացուցիչների հետ հանդես կգան Սևանյան բեմում հուլիսի 17-ից 19 փառատոնի եզրափակիչ համերգային ծրագրում։ Իդեպ հիշեցնենք, որ Կենտրոն հեռուստաընկերությունը հանդիսանում է փառատոնի ինֆորմացիոն գործընկերը եւ մենք այսօր հյուրընկալել ենք ժանրի բավականին երիտասարդ ներկայացուցիչներին։ Մեր երկրորդ հյուրերն են Հուսո առագաստ 2017 եւ Հուսո առագաստ 2026 հեղինակային երգի միջազգային փառատոնների լավագույն դասնյակից երգահան Արևիկ Կարապետյանը, Արամե Մարուքյանը, փառատոնի կազմակերպչական թիմի անդամ, սոցիալական մեդիայի պատասխանատու Մանե Հակոբյանյանը։ Բարելույս Մանե։ Լույս առավոտի։ Շնորհակալ ենք, որ առավոտը կիսում եք մեզ հետ։ Շնորհակալ ենք հրավերի համար։ Եվ միանգամից հնչեցնենք առաջին հարցը։ Դուք ընդգրկված եք եղել լավագույն տասնյակում, թե 2017-ին եւ թե հիմա 2026-ին։ Ինչպես է փոխվել փառատոնը։ Այդ Արևիկը երևի, հա։ Ինչպես է փոխվել փառատոնը եւ առհասարակ հեղինակային երգի հանդեպ պահանջարկը այս տարիների ընթացքում։ Ես 2017 թվականի մասնակից եմ, իսկ մնացած բոլոր տարիներին առ այսօր իբրև հյուր եմ հրավիրվում եւ ներկայացնում եմ արդեն նոր երգերս։ Բնականաբար վերհիշելով նախորդ տարիները պիտի ասեմ, որ ավելի քիչ էին հեղինակ կատարողները եւ հիմնականում հանդես էին գալիս կատարող անվանակարգում, այսինքն ներկայացնելով այլ կատարողների ստեղծագործություններ կիթառի նվագակցությամբ։ Այսօր պատկերն այլ է, ի ուրախություն մեզ տեսնում ենք, որ հեղինակները շատացել են, գրում են հետաքրքիր երգեր, կարող եմ ասել, ընդ որում իրենց տարիքի համար բավականին այսպես հասուն, դե բնականաբար համամարտկային թեմաներից առաջինը սերն է, կարծում եմ, հայրենիքի հանդեպ, սիրածայակի հանդեպ, ծնողի հանդեպ։ Դրսևորումները տարբեր են, բայց հասունությունը կա եւ ընդ որում հեղինակային երգը հենց դրանով է գեղեցիկ, որ եթե նույնիսկ չպատմենք ինչի մասին է այն, այնտեղ ունկնդիրը կտեսնի այն ինչ հոգեհարազատ է իրեն, կարծես այսպես հայլու էֆեկտով։
Այնտեղ մասնակից ունենք, որը որ նշեցիք ամենափոքրն էր տարիքով 11 տարեկան, այլ 11 տարեկան աղջնակը ինչի մասին էր երգում, այնքան է Իր երգը իրականում առավոտվա շունչ էր կոչվում ու երգում էր ավելի շատ բնության, օրվա մասին։ Իհարկե շատ գովելի է, քանի որ մեր արտասահմանից ժամանած հյուրերները նշում են, որ իրենց երկրներում ժանրը ծերանում է, արդեն երիտասարդ ստեղծագործողները շատ քիչ են, բայց Հայաստանում մենք ունենք լրիվ հակառակ ցուցանիշը, այս տարի ունեցել ենք 70 հայտատու, որոնց 50%-ից ավելին եղել են մինչև 25 տարեկան երիտասարդներ ու նույնիսկ ընտրական փուլում կատակ էր ձևավորվել, որ մեծ մասը 16 տարեկաններին, ինչը շատ գովելի է։ Շատ լավ։ Արմեն, հետաքրքիր է, ինչ է ձեր համար մասնակցելու Սորագաստին։ Սա լավ հնարավորություն է ծանոթանալու, շփվելու, փորձի փոխանակում վարպետների հետ եւ իհարկե ձեր հասակակիցների նոր դեմքերի հետ շփում, իհարկե դա ֆանտաստիկ է ուղղակի։ Բայց ո՞րն է հիմնական նպատակը եղել ձեր այստեղ ներկայանալու։ Միայն ձեզ ներկայացնելու, թե կան այլ կետեր։ Իմ կարծիքով իմ երգը այսպես մի հետաքրքիր բնույթ էր կրում։ Ինքը կարելի ասել իմ երգը, որ ես ներկայացրեցին դրական համերի, ինքը կարելի ասել բողոք երգ էր։ Ու ինքը այդպես կապված էր ավելի շատ հայրենիքի, սիրո դեպի հայրենիքի նկատմամբ եւ նաեւ սիրո դեպի մարդու նկատմամբ, ու իմ երգի բովանդակությունը այն էր, երբ երեք երևույթ իրանք համատեղելի գոյություն ունեին, այսինքն մահ, սեր եւ բողոք, եւ իմ կարծիքով իմ նպատակը ավելի շատ գաղափարական էր, որպեսզի ներկայացնել թե այդ երևույթը ինչպես գոյություն ունի մեր հասարակության մեջ։ Այս տարի ունենք 18 նոր անուն, 13 հեղինակ կատարող եւ 5 կատարող։ Ըստ ձեզ ինչն է նոր շունչ եւ ինչ թեմատիկա են բերում այսօրվա երիտասարդները հեղինակային երգի ասպարեզ եւ ինչն է նրանց հուզում այսօր։ Կարծում եմ, ինչպես նշեցի, առաջին հերթին սերն է իրենց թեմաները, բայց մի շատ բնորոշ բան հեղինակային երգին դա ծայրահեղական վերաբերմունքն է, այսինքն այն, ինչ դու ապրում ես, ենթադրենք կյանքի վայրեվորումներ, ձեռքբերումներ, հաջողություններ, դրանք բոլորը կարելի է ներկայացնել հեղինակային երգում։ Եվ շատ ազնիվ կերպով, որովհետև ինքդ ես քո երգի հեղինակը։ Իրականում թեև ժանրը մեկն է, միևնույնն է երիտասարդները ինչ որ նոր շունչ ու նոր դրսևորումներ են բերում։ Այդ ինչն է երիտասարդությանը ստիպում այդպես ակտիվ մասնակցել, որտեղ ինչպես տեսնում եք, ինչպես որ դուք նշեցիք, գնալով փոխվում են արդյունքները, դիմողները շատանում են։ Դժվարանում եմ պատասխանել ասացին։ Ես կարծում եմ առհասարակ մեր շրջանում բավականին ակտիվացել է սերը գիտարի նկատմամբ։ Ես ինքս այսօր ներկայացնում եմ գիտարի մասին բլոգ, որտեղ սովորեցնում եմ նվագել եւ տեսնում եմ, որ մարդիկ սկսել են սիրել, գուցե սիրողական, չեմ ասում պրոֆեսիոնալ մակարդակի, բայց իրենց հետաքրքիր է գիտարով ինչ որ մի տարիքում, ընդ որում ոչ երիտասարդ, որոշել նվագել գիտար։ Իրականում ես մտաբերեցի, որ մի հոգի չի, բազմաթիվ են այդ օրինակները, երբ որ մարդիկ գալիս են փառատոն գիտարից բավականին հեռու, չգիտեն անգամ ոնց պետք է ճիշտ բռնել գիտարը, բայց 3 օր այդ միջավայրում լինելով, խարույկի կողքը երգելով, նվագելով, ոգեշնչվում են, վերադառնում են տուն ու գնում են առաջինը գիտար ձեռք բերելու։ Անգամ մեր մասնակիցներից մեկը առաջին տարին որպես հանդիսատես եկավ, այդ մի տարվա ընթացքում սովորեց նվագել ու հաջորդ տարի արդեն ներկայացավ որպես կատարող։ Որպես փառատոնի սոցիալական մեդիայի պատասխանատու կպատմեք, թե ինչպիսին է երիտասարդության առցանց լսարանի արձագանքը այս տարվա նախագծին։ Բավականին ակտիվ, իրականում իմ այս դերում հայտնվելը շատ պատահական է եղել։ Ես ուղղակի առանց ինչ-որ մեկին զգուշացնելու գիտեի, որ փառատոնը ունի Instagram-յան էջ ու ինքնագլուխ բացել Instagram-յան էջ ու սկսել վարել։ Դրանից հետո ուղղակի սկսեցինք համագործակցել, դե մինչ այդ հանդիսատեսի որպես ներկայանում ու ինձ արդեն իսկ ճանաչում էին։ Այս տարի ավելի շատ փորձել ենք ինֆորմատիվ կոնտենտը ներառել, ավելի շատ պատմել փառատոնի ընթացքի մանրամասների մասին, որպեսզի մասնակիցների բոլոր հարցերին պատասխանենք ու իրենք էլ ավելի տեղեկացված լինեն այս ողջ ընթացքից։ Ասենք երաժշտություն, վայելինգ։ Մտքերս կարդում ես։ Վերջալույսի շողքից ծնվում է մի երազ ու մեր ծահում գետնի ու երասկոտ իմ սրտում նորից ծնվում են երգեր, որ պատմում են հոգիս եւ երբ չեն անձրևում տողերը, կարոտից չեն հուզվում սրտերը, այլ սեր են պատմում երգերը նորից եւ երբ չեն անձրևում տողերը, կարոտից չեն հուզվում սրտերը, այլ սեր են պատմում երգերը նորից երբ հեռավոր մի երգ
ծաղնին նորից Եվ երբ չեն երկարի օրերը Ծաղկած կմնան ծառերը մեր տան այգում ամբողջ տարի Եվ երբ չեն երկարի օրերը Ծաղկած կմնան ծառերը մեր տան այգում ամբողջ տարի Ես քեզ համար կնկարեմ մի արև երկնքում որ չի հեռանա ու մութ ճամփեքով քայլելիս քեզ համար ընկեր կդառնա լուսավորի քո ճամփան դեպի տուն որտեղ իմ սերը արթուն դակում քեզ համար նոր երգ է երգում քայլերով լեռին ճամփեքին անծանոթ թափառում է նորից մի անհայտ կարոտ թակում է դուռ ու պատուհան ու մնում մարդկանց անհաղորդ փողոցի աղմուկին խառնվում են հուշեր ու դառնում է թշաղ մի կես գիշեր na 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 Այս ամենին գումարած պատկացիք խարույկ, մարդիկ, կարտոֆիլ, հագեք հարապին գնացինք սուց։ Լավ, որպեսի ունենանք հնարություն հետո շփվելու, կխնդրենք այս պայն տեղափոխվել և նոր գործ լսենք, արդեն Արամեի կատարմամբ։ Սիրով, բայց մինչ դա կարող ենք ինչ-որ մի հարց հնչեցնել։ Կարող ենք։ Խնդրեմ, մեկ հարց։ Հուլիսի 17-ից 19 Սևանյան բեում սպասվում է եզրափակիչ համերգային ծրագիրը, որտեղ նոր անունները հանդես կգան արդեն հայտնի սիրված երգահանների եւ արտասահմանյան հյուրերի հետ։ Ինչ հետաքրքիր զուգերգեր կամ անակնկալներ են սպասվում հանդիսատեսին եւ վերջապես ինչպես կարող են մարդիկ ներկա գտնվել փառատոնին։ Փառատոնին ներկա գտնվելու համար նախ նշեմ, եթե ցանկանում են մասնակցել գիշերակացով, ապա պետք է նախապես գրանցվեն մեր էջերում տեղադրված հղումով, նշեն իրենց հարմար տարբերակ, այսինքն օրինակ սնունդ պետք չի, քանի օր են պլանավորում մնալ, ինչպես նաև վրան քնաբարկ պետքա թե պետք չի, ինչից հետո մենք իրենց հետ կապ կհաստատենք արդեն մյուս մանրամասները քննարկելու եւ հաստատելու համար, իսկ եթե ցանկանում են ուղղակի գալ վայելել համերգը եւ հետ վերադառնալ, արդեն կարող են տեղում մուտքավճարը վճարել ու վայելել համերգը։ Կապված անակնկալների հետ, ինչպես ամեն տարի այս տարի եւս ունենալու ենք երկօրյա համերգային ծրագիր, հուլիսի 17-ին ելույթ կունենան լավագույն տասնյակները տարբեր տարիների, ինչպես նաև արտասահմանից ժամանող մեր հատուկ հյուրերը, այս տարի ունենք 7 երկրից հյուրեր՝ Բելգիա, Լատվիա, Վրաստան, Ռուսաստան եւ այլն, ու կարծում եմ նրանք հատուկ համերգային ծրագիր կներկայացնեն։ Շատերը արդեն հասցրել են սիրվել իրականում փառատոնյան հանդիսատեսի կողմից, ոմանք էլ առաջին անգամ կայցելեն Հայաստան։ Ֆանտաստիկ։ Մնում է գնալ։ Ես էլ հարցեր չունեմ։ Ապրես, հիմա լսում ենք Արամեին։ Ձեր նշած գործն եք երգելու։ Այո։ Հետ չկա ճանապարհ, մինչ խրամատը վերջին, մահին բռնելով պար, սպասելով քո կանչին, հետ չկա ճանապարհ, մինչ խրամատը վերջին, մահին բռնելով պար, սպասելով քո կանչին, հետ չկա ճանապարհ, մինչ խրամատը վերջին, մահին բռնելով պար, սպասելով քո կանչին, ինչ դաժան է լինում, ճակատագիրը քեզ հետ, իսկ հետո էլ վերջում ճանապարհ չկա հետ չկա ճանապարհ, մինչ խրամատը վերջին, մահին բռնելով պար, սպասելով քո կանչին, ես մնացի անքուն, մեր խրամատուն վերջին, ուր արյունն է հոսում, ուր էլ ջուր չի հասնում, ուր թշնամին է հրճվում, իսկ դու մոռացար, իսկ գնալուց խոստացար, որ ուրիշը չկա, ու նոր ինչ ես գտնի, եթե այդպես է լինի, քիչնես հատակը գետնի, քիչա ես հատակին, ու դարձա մի կորուստ, կանգնեցի ականին, իսկ դու գտար նոր ապրուստ, ես բարկած եմ այստեղ, ու հոգիս չի գա հետ, թղթերում էլ այդտեղ, ես կորած եմ անհետ, հետ չկա ճանապարհ, մինչ խրամատը վերջին, մահին բռնելով պար, սպասելով քո կանչին,
սպասելով քո կանչին, սպասելով քո կանչին, սպասելով քո կանչին, սպասելով քո կանչին, սպասելով քո կանչին։ Ինչու մոռացար ու դարձար մի ուրիշ, իսկ ես դարձա քար, չունեմ կարոտ ու էլ վիշտ, դեռ չեն գտել ինձ, իսկ դու գտար այդտեղ քեզ, մի ուրիշ ամուսին ու ես եղա երկու կես, երբ հանդիպեցինք, դու աղջիկ էր մի հես, կարմրեց մեր երկինք, դու մոռացար անգամ մեզ, ես էլ չեմ մեղադրում, գուցե այդպես էր հենց պետք, ու չես էլ փնտրում, որովհետև չունեմ հետ, քո նկարին նայելով դարձրեցի ինձ պոետ, հետ վերցրու այն հիմա, ես տալիս եմ քեզ հետ չկա ճանապարհ, մինչ խրամատը վերջին, մահին բռնելով պար, սպասելով քո կանչին, 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 սպասելով քո կանչին։ Արամե Մարուկյան, բրավո։ Շնորհակալություն։ Դեմ կստացի ֆինալում դիմացնելու։ Երբ որ առաջին անգամ այս գործը ներկայացրեցիք ժյուրիի կազմը, դիտարկում, կարծիք, ի՞նչն է տպավորվել ձեր մոտ այս գործի վերաբերյալ։ Ինչ կարծիք են հայտնել։ Դե կարծիք ասեցին, որ շատ խորն է բավականին եւ այն որ դեռ չտարած այսպիսի երգ եմ կարողացել գրել, այդ էր կարծիք հիմնականում, որ երիտասարդ կատարողի համար բավական հետաքրքիր նյութ եմ ներկայացրել։ Իսկ ինչ ես կարծում, շատ ուժեղ մրցակիցներ ունես այս անգամ, թե մրցակցությանը տես չես անում։ Ես մրցակցությամբ ինքը ընդհանրապես դες մրցակցային չի բնույթը, փառատոնին ավելի շատ ընկերային միջավայր է, բայց ասեմ, որ կան բավականին ուժեղ նաև այլ հեղինակ կատարողներ եւ կատարողներ։ Եվ ինչ խորհուրդ կտաս այն երիտասարդներին, ովքեր որ մտածում են դեռ արդյոք պետք է մասնակցել, արդյոք պետք է սովորել, վերցնել գիտարը, եթե արդեն մտածում են, դա արդեն շատ լավ է, ես հասկանում եմ, այսինքն քեզ շատ հարազատ է, բայց ինչ խորհուրդ կտաս այն երիտասարդներին, ովքեր որ դեռ մտածում են, մասնակցեն թե ոչ։ Իմ կարծիքով ամենակարևոր բանը այդտեղ պետք է փորձել գրել բանաստեղծություններ նախ առաջինը, այսինքն գրել, փորձել, նվագել, պետք է անդադ փորձել ու չանձնվել, այսինքն դաժե անգամ եթե քեզ ասում են, որ ոչ չի ստացի եւ այլն, դու պետք է չհամաձայնվես ու շարունակես փորձել, այնքան մինչև ստացվի։ Իսկ ով է առաջին քննադատը քո, ում ես դատին հանձնում քո գործերը։ Իսկ առաջին քննադատը իմ ընտանիքն է, կարելի ասել մայրս եւ հայրս, ամենաշատ իրանք են որպես առաջին քննադատ, որտեղ առաջին Սաբայանց եմ ներկայացնում երգերը։ Շատ լավ։ Շնորհակալ ենք շատ։ Ես վստահ եմ, որ ֆանտաստիկ երկու օր է լինելու 17 եւ 19, եւս մեկ անգամ հիշեցնենք, ուր կարող են դիմել, ինչպես կարգն է մասնակցության եւ այլն եւ այլն։ Եթե պլանավորում են գիշերակացով այցելել Սևան, ապա պետք է նախապես գրանցվեն, հղումը կտեղադրենք մեր էջերում, եթե միայն համերգային ծրագրին մասնակցել են ցանկանում, ապա կարող են ուղղակի այցելել մեզ, վճարել մուտքավճարը եւ վայելել համերգը։ Ինչ ես անում 17-ին։ Իմ ծնունդն եմ նշում։ Շնորհակալ եմ շատ։ Կարտոֆիլով, վրաններով, խարույկ։ Ես կընկնեմ խարույկի մեջ։ Դե ինչ մեր հյուրերն էին Հուսո Արագաստ 2017 եւ Հուսո Արագաստ 2026 եղանակային երգի միջազգային փառատոների լավագույն տասնյակից երգահան Արևիկը Կարապետյան եւ Արամե Մարոկյանը եւ իհարկե փառատոնի կազմակերպչական թիմի անդամ սոցիալական մեդիայի պատասխանատու Մանե Հակոբյանյանը։ Շնորհակալ ենք շատ։ Ձեզ ենք շնորհակալություն։ Ձեզ լավ որ վստահ եմ որ փառատոնից հետո արդեն արդյունքներով, հաղթումներով կրկին կյուրընկալենք մեր տաղարումներնց եւ կրկին կլսենք լավ երաժշտություն, չէ՞։ Ջան այդ։ Շատ լավ, շնորհակալ եմ շատ ձեզ լավ որ տարարամ պամ պամ այսօր այսքանը մնացեք լավ